Հայկական երկու հանրապետությունների կադաստրի պետական կոմիտեների աշխատակիցների այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Այս անգամ հայաստանյան մասնագետներն Արցախում են կառավարության ԼՂՀ-ում հաշվառման ենթակա հաստոցներ, սարքավորումներ եւ դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը, հայտի եւ հաշվառման մատյանի ձևերը հաստատելու մասին որոշումը գործնականում կիրառելու աշխատանքներում արցախյան գործընկերներին օգնելու նպատակով։ Մեր այցի հիմնական նպատակն է ներդնել, տեղադրել Ղարաբաղի Արցախի կադաստրի պետական կոմիտեում մեր կողմից մշակված ծրագրեր, մասնավորապես շարժական գույքի, գրավի, լիզինգի վարձակալության գրանցման համակարգը, որով կկարողանան կատարել գրանցման աշխատանքները on-line ռեժիմում։ Հաշվառումն իրականացնելու է կառավարության լիազոր մարմինը, օրինակ գյուղնախարարությունը հաշվառելու է գյուղտեխնիկան, իսկ գրավի, լիզինգի վարձակալության գրանցումը անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Նախորդ կառավարության նիստի ժամանակ արդեն ընդունվել է շարժական գույքի գրանցման եւ հաշվառման կարգը, որտեղ հստակ նշվում է, որ հաշվառումից հետո որոնք իրականացնելու են համապատասխան գերատեսչությունները ամեն մեկը իր մասով եւ վերջում դրանք պիտի պետական գրանցում ստանան։ Եվ հենց այդ պետական գրանցումը իրականացնելու է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից նոր մեթոդ է, նոր ձև է, որ առաջին անգամ մենք սկսելու ենք իրականացնել Լեռնային Ղարաբաղում շարժական գույքի գրանցումը, եթե ամեն ինչ հաջողվի, արդեն հոկտեմբերից մենք սկսենք արդեն կոնկրետ իրականացնել այդ աշխատանքները։ Իսկ համագործակցությունը երկու կառույցների միջև շարունակվելու է։ Հայաստանում մշակված ամեն մի նոր ծրագիր անմիջապես ներդրվելու է նաև Արցախում։ Կկատարենք ուսումնասիրություններ, որովհետեւ մեր հետագա այցերի ընթացքում տեղադրել նաև մի շարք այլ ծրագրեր։ Հնարավոր է նաև հաշվապահական, լիցենզավորման տրամադրման եւ մի շարք այլ ծրագրեր։